քանի ես վարչապետ եմ Հայաստանի Հանրապետությունում որևէ ընտրության, որևէ քվեաթերթիկ չի կեղծվելու։ Եվ ես ուղիղ ասում եմ, եթե ժողովուրդը այս ընտրությունների արդյունքներով որոշի, որ ես պետքա թողեմ հեռանամ, ես սուս ու փուս շնորհակալությամբ, խոնարհությամբ կթողեմ եւ կհեռանամ։ Բայց եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է մնամ եւ խաղաղության այս առաքելությունը տանեմ միջև վերջ, որպեսզի այս սերնդին մենք կիսատ չթողենք կիսատ հարցեր։ Մեր պարտականությունն է երեխեքին թողել լուծված հարցերով, արտաքին սահմանի խնդիր չունեցող, անվտանգության խնդիր չունեցող, խաղաղության խնդիր չունեցող պետություն, որտեղ իրանք կենտրոնանան իրանք կյանքը, իրանք կարիերան կառուցելու, իրանք բարեկեցությունը կառուցելու, իրենց ազատությունը վայելելու առաջնահերթության վրա։ Եվ հետևաբար երեխեքի հետ իրավունքի հետ կապված խնդրում որոշում կայացնելու է մի մարդ եւ ամեն ինչ կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը ինչքան էլ հեռու կանգնած ես, դու ես, դու ես։ Եվ այդ մեկ մարդը 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 դու ես։ Ով այն մեկ մարդը, որ վերցնում է պատասխանատվությունը, այս երեխեքի ապագայի համար, այդ մարդը թող բարձրացնի իր ձեռքը, որ բոլորս տեսնենք, որ այդ մարդը, մեկ մարդը վերցնում է, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք,